Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ, բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է երգիչ, երգահան Վահագ Ռաշը։ Բարև ձեզ, անչափ ուրախ եմ, որ դարձյալ հնարավորություն ունենք Վանաձայնի եթերում անդրադառնալու ձեր գործունեությանը եւ բնականաբար կան նորություններ։ Քանի որ տարին Իսահակյանական է, գիտեմ, որ Իսահակյանը մշտապես ձեր ուշադրության կենտրոնում է, Շիրակ աշխարհի երգիչը, սակայն դուք ինքներդ եք լինելով Շիրակ աշխարհից, սակայն Իսահակյանի տարին այս տարի նշվում է վարպետի 150-ամյակը եւ բնականաբար Վահագ Ռաշը չէր կարող չանդրադառնալ Իսահակյանին։ Ինչ գործ ունենք։ Երկու նոր երգ ունեմ Իսահակյանից, որի մեկը արդեն պատրաստ է։ Ցաված սիրտս երգեր հյուսեց, ես որոշեցի երգը անվանել Եվ անուշ եւ տխուր, ինքը հետաքրքիր ստեղծագործություն է, ինչու հենց ընտրեցի այս ստեղծագործությունը, չգիտես ինչու իրեն կարդալուց հենց Իսահակյանին պատկերացրի, հենց իրենց քարին նստած, հենց այս երգը երգելուց, չգիտեմ ինչ մուսա էր, բայց մի անգամից երգը ստեղծվեց, գործիքավորեցի ու հանձնեցինք արդեն հոլովակ սարքեցինք խոսքերով։ Ինքը հենց երգը շատ առանձնահատուկ էր նրանով, որ նկարահանման տեսահոլովակ իրեն պետք էլ չէր։ Ու շատ գեղեցիկ անակնկալ կա հոլովակի վերջում, որ միջև վերջ նայենք, տեսնեն։ Բնականաբար մենք հոլովակը քիչ հետո պետք է նայենք, սա իսկապես գեղեցիկ անակնկալ է Վանաձայնի եթերում լինելու, սակայն Իսահակյանի գործերով դուք այլ ստեղծագործություններ նույնպես ունեք, եթե չեմ սխալվում։ Իսահակյանից չունեի։ Հետաքրքիր է, փաստորեն սա առաջին դեպքն էր, առաջին օրինակն էր եւ հենց վարպետի 150-ամյակին նվիրված։ Այնպիսի տպավորություն է, որ գրեթե մեր բոլոր բանաստեղծները Վահագ Ռաշի երգերում կան արդեն եւ սա հետաքրքիր մոտեցում է, որ բանաստեղծները հանրահռչակվում են, բանաստեղծների ստեղծագործությունները նորովի են ներկայացվում ձեր ստեղծագործություններում։ Գիտեք, այս առևտրային դարում այնքան էլ շահեկան չի լինում, հասկանալի է բանաստեղծների գործերով ներկայանալ, սակայն ձեր դեպքում սա նաև որոշակիորեն արդեն դարձել է պատվի հարց։ Կարելի ասել նաև բրենդ։ Շատերը հենց Վահագ Ռաշին ճանաչում են հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործություններով, երգեր գրող, կատարող, ու դա մեծ պատիվ է ինձ համար, որովհետև դպրոցներում դասերը, միջոցառումները անցնում են իմ երգերի ներքո, որը իրոք մեծ պատիվ է։ Նաև վերջերս ստեղծվեց, ավելի շուտ անցած տարի ստեղծվեց, ավարտին ենք հիմա հասցնում արդեն Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին երկիր նայերի» ժողովածուից, ինքը hard rock ոճում է, որ երբևէ կարելի ասել ինձ այդ ոճում չեն տեսել դեռ։ Հետաքրքիր է, կարծեմ նաև դա զուգերքի տարբերակով է, չէ՞։ Այո, զուգերքի Արմեն Դոլինյանի հետ, ինչու որոշեցինք հենց զուգերքի տարբերակով, քանի որ ինքը ավելի հզոր էր պետք, երկու տղամարդ երգելու, ինքը ավելի էներգետիկ դաշտը, ավելի ուժեղ է ու ավելի լավ կներկայացնենք այդ ստեղծագործությունը երգի տեսքով։ Համոզված եմ, որ շատ հավանելու եք տեսահոլովակը, որովհետև մոտավորապես արդեն 8 ամիս է ինքը մոնտաժման փուլում է, ամբողջությամբ գրաֆիկա է ու նկարահանում իրար հետ, սիմվոլիկաներով հայկական, երկար խորանալու տեղ կա իր մեջ։ Հասկանալի է, սակայն այս պահին մենք պետք է, քանի որ հոկտեմբերն է, նշանավորվում է վարպետի ծննդյան 150-ամյակի գլխավոր ձեռնարկները հենց այս ամիս են տեղի ունենում, մենք պետք է այս պահին լսենք Իսահակյանի խոսքերով գրված ստեղծագործությունը, երաժշտությունը ձերն է։ Այո։ Ուրեմն երաժշտությունը ձերն է, կատարումը ձերն է, ստեղծագործական խումբը ովքեր են մասնակցել։ Գործիքավորումը կատարել են Կարեն Արզումանյանի հետ միասին, Սերժ Գաբյանն է հոլովակի հեղինակը, ինքը ֆորմատը lyrics վիդեո է կոչվում, արդեն 4-րդ իմ նման ստեղծագործությունն է ու շատ հետաքրքիր է, որ ինքը ավելի, երբ որ անալիտիկայով նայում ենք YouTube-ի, ավելի երկար է նայվում, քան նկարահանված տեսահոլովակը։ Մարդիկ կարդում են, այսինքն ինքը հետաքրքիր բան մտա, որ կարելի է բառերի միջոցով մարդկանց ստիպել երաժշտությունը մինչև վերջ լսել։ Քանի որ շատ-շատերը միացնում են ու անջատում են։ Իսկ բառերը երբ որ կարդում եմ, մարդը ուզում է մինչև վերջ կարդալ, եթե կարդացել է սկիզբը ու պատկերներն էլ արդեն իր հետ համակցված բավական հետաքրքիր բան է ստացվում։ Այստեղ ասում եմ, որ անակնկալը վերջում է, երկար աշխատել է հենց այդ անակնկալի վրա, որը
մինչև վերջ դիտողները կտեսնեն։ Ուրեմն այս պահին մենք դիտում ենք տեսահոլովակը եւ իհարկե հասնում ենք մինչեւ անակնկալին։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն է երգիչ երգահան Վահագ Ռաշը։ Դիտում ենք տեսահոլովակը Ավետիք Իսահակյանի խոսքերով եւ Վահագ Ռաշի կատարմամբ ու երաժշտությամբ ստեղծված, խնդրեմ։ Ցաված սիրտս երկեր յուսեց, երկեց անուշ ու տխուր, Իշտս հալվեց, արցունք հոսեց, վճիտ ինչպես շինջախբյուր, Հավքերի պես երկերս թռան, հովերի հետ գնացին, Արցունքներս սողեր դարան, Վարդի ծոցում շողացին, անցան օրեր, եկավ մահը, սարողի տակուն մտա, իմ արցունքով շաղաղ վարդը, շվակ ծկեց իմ վրա, հովերն եկան շիրմիս վրա, տխուր երկեր երկեցին, ախ իմ անուշ իմ վաղուծված, հյուսած երկերս երկեցին, Հավքերի պես երկերս թռան, հովերի հետ գնացին, Արցունքներս ծողեր դարան, վարդի ծոցում շողացին, անցան օրեր, եկավ մահը, սարողի տակուն մտա, իմ արցունքով շաղաղ վարդը, շվակ ծկեց իմ վրա, հովերն եկան շիրմիս վրա, տխուր երկեր երկեցին, ախ իմ անուշ իմ վաղուծված, հյուսած երկերս երկեցին, ախ իմ անուշ իմ վաղուծված, հյուսած երկերս երկեցին, Բարեկամներ, շարունակվում է Հայաց Գերևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն է երգիչ երգահան Վահագ Ռաշը։ Դիտեցինք, լսեցինք Ավետիք Իսահակյանի խոսքերով Վահագ Ռաշի երաժշտությամբ եւ կատարմամբ նոր տեսահոլովակը, եւ քանի որ Տարին Իսահակյանական է, մենք էլ նշանավորեցինք այս տարբերակով։ Եվ բնականաբար պետք է խոսենք նաեւ ձեր ընթացիկ այլ ստեղծագործական աշխատանքներից։ Ինչ նորություններ ունենք։ Հենց Իսահակյանի թեմայով նորից նշեմ երկրորդ երգը, ասում են թե դու այնպես, մոռացել ես ինձ այնպես, հետաքրքիր երգ է, շատ հնարավոր է դուետի տեսքով լինի, մի գեղեցիկ ձայն ունեցող աղջկա հետ, տեսնենք, դեռ չեմ ընտրելու։ Ուրիշ ինչ աշխատանք ունենք, երկու նոր աշխատանք կա բլյուզային կատարումներ, որը արդեն վերջացրել ենք ձայնագրությունը, բավական հետաքրքիր երգ ստացվեց, իդեպ բանաստեղծությունը այնպես սիրիչ տարածված է համացանցում որպես Պարուս Սևակի բանաստեղծություն, բայց Պարուս Սևակը բացարձակ կապ չունի այդ բանաստեղծության հետ, մոտավորապես 7 այդպիսի բանաստեղծություն կա, որը Սևակ Ղազարյանի հետ զրուցելուց հետո հասկացա, որ ուղղակի վերագրել են Սևակին, ժամանակակից ստեղծագործություններ են ու ինքը սիրային հետաքրքիր խոսքեր էին, որը երգ դարձավ բլյուզային, մյուսը հենց խոսքերն են իմը, էլի բլյուզային, ինչ ունենք ուրիշ։ Ունենք շատ չհրապարակված երգեր, որոնցից մեկը շուտով տեսահոլովակի հետ ներկայացնելու ենք, դուք էլ երևի քեզի համարը, Հակոբ Այնթապյան, ունենք Սևակից երգ, որը հրապարակված չէ, խոսքերը չեմ հիշում խոսքերը, այս բան մոռացա, բայց բավական հետաքրքիր էլի
բան ենք պատրաստել, Համոսայան, ես այն եմ եղել, էլի չհրապարակված երգ, եւ հենց հիմա էլ աշխատում ենք Արտուր Սարգսյանի լռեն, որ անցած տարի պրեմիերա արեցինք, Սիրտս գիտես, այդ նույն ֆորմատով հետաքրքիր էլի խոսքեր են։ Մի խոսքով շատ աշխատանքներ կա, որ արդեն չգիտեմ երբ հրապարակեմ։ Իրար հետևից գոնե ամիսը մեկ եմ անում, որ այն մի երգը լսվի, անցնենք մյուսին։ Հասկանալի է։ Վաղ շատ է խոսվում, որ մեր օրերում ընդհանրապես արվեստի, մշակույթի, գրականության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, սակայն ձեր ստեղծագործություններում մենք ճիշտ հակառակն ենք փաստում, որ եթե ճիշտ է ներկայացվում, եթե ներկայացվում է ժամանակի շնչին համահունչ, ապա երիտասարդների հետաքրքրությունը ամենևին էլ քիչ չէ, դեռ ավելին այն դառնում է իսկապես սիրելի, այն իսկապես տարածվում է։ Միգուցե այստեղ մոտեցման հարցն է, որովհետև դուք ձեր գործունեությամբ փաստում եք, որ կարելի է նաև բանաստեղծությունը հանրահրճակել, կարելի է նաև նորովի հետաքրքրություն առաջացնել բանաստեղծության, բանաստեղծների արվեստի մշակույթի նկատմամբ։ Տեսեք, օրինակ մի քանի օր առաջ հենց ուսուցիչների տոններ, որ հրավիրեցին հատուկ Դավթաշեն համայնքներ կազմակերպել ու ինձ հրավիրեցին այդ տոնի միջոցառումը, կոպիտ ասած, երգելու այդ միջոցառմանը։ Ու ինչն էր հետաքրքիր, որ բոլոր ուսուցիչները հատ առ հատ իմ երգերը երգում էին։ Այսինքն ես համաձայն չեմ այն մտքին, որ ժողովուրդն է թելադրում ինչ անես։ Ընդհակառակ արվեստագետը պետք է թելադրի, թե ժողովուրդը ինչ լսի։ Դրա համար չեմ ասի ես շատ մեծ լսարան ունեմ, շատ բան, բայց ամենակարևորը այդ լսարանը որակյալ է ու աշխատանքները, որոնք ներկայացնում են, մնայուն արժեքներ են լինելու, լսվելու են, չասեմ դարեր շարունակ, բայց լսվելու է։ Քանի որ իրենք մեր մեծերի ստեղծագործություններն են, որոնք դպրոցում շատ-շատերի համար դժվար է սովորել։ Ես օրինակ անգիր չէի կարողանում սովորել ու հենց այս ամեն ինչը եկավ դրանից։ Ինձ բանաստեղծությունը հանձնարարում էին դպրոցում, ես չէի կարողանում սովորել, վերցնում էի գիտարը, երգ էի գրում իր վրա։ Հնարավոր է լավ, վատ, ինչպես է ստացվում այդ ժամանակ չգիտեմ, ամեն դեպքում այդպես բանաստեղծությունը ինձ ստիպում էի սովորել։ Դրանից երբ որ ինքը երգ էր դառնում, դու ամբողջությամբ ընկալում էիր, իսկ սովորական կանգնում անգիր էինք ասում, չենք էլ հասկանում բանաստեղծության բուն իմաստը, ինչ է նկատի ունեցել կոնկրետ բանաստեղծը այդ բանաստեղծությունը գրելուց, իսկ երգի միջոցով դու կարողանում ես ճիշտ մելոդիայի ու ճիշտ համադրման միջոցով խոսքեր, երաժշտություն ստանալ մի բան, որը մարդկանց սրտերը ներթափանցում է։ Հասկանալի է, եւ այս բանի, քանի որ մենք գտնվում ենք Վանաձայնի բարեկամ կառույցում, Սիլվա Կապուտիկյանի Երևանյան տուն թանգարանում, դուք նաեւ Կապուտիկյանի ստեղծագործություններից ունեք երգեր։ Կապուտիկյանի անհաս մի տենչ եմ դրել ես բանաստեղծության անունը, ինքը եթե չեմ սխալվում, երգ-երգոց է կոչվում բանաստեղծությունը, հայրիկիս ստեղծագործությունն է, հայրիկս մոտ 6 երգ ուներ գրած, հիմա կարող եմ մեկ այս կոմենկոմ սխալվեմ, որոնք հրապարակված չէին։ Նաև դա ստիպեց, որ ես զբաղվեմ հենց երաժշտական գործունեությամբ, երբ հայրիկը վերցրեց գիտարը մոտ 2008-2009 թվականներ։ Նվագեց, ասեց այս երգերը ափսոս են, ինչ որ մեկին տանք երգիչներից կատարի, ու մինչև այդ տանը ինձ չէին լսել երգելուց, թե իմ համար վերցնում էի առանձնանում, կարելի ասել նվնվում էի իմ համար, սենց, ու մտածեցի ինչու ես չլինեմ այդ երգիչը, որը կկատարի այդ համբույրի մեջ, Միսակ Մեծարենց անհաս մի տենչ, Կարմիր ծաղիկը գարունի, որը գրվել էր նույնիսկ Ռոբերտ Ամիրխանյանի շատ գեղեցիկ տարբերակից մոտ 7-8 տարի առաջ։ Ու հենց Կապուտիկյանի խոսքերով մեկ էլ Շիրազի գտան, իմ մանկության դառն հուշեր, ու ես ծեր մեջ որ տղա, այս երգի վրա, բանաստեղծության վրա երգ կա, որը հենց հայրիկիս երաժշտությունն է։ Ու այսպես կարելի ասել, հենց դրանից սկսեցի ու շարունակվեց, ես էլ սկսեցի ստեղծագործել։ Իսկապես հաճելի է, որ այդ սկիզբը եղել է եւ հաճելի է, որ նաեւ ընտանեկան այս հետաքրքիր համագործակցության արդյունք է այս ամենը։ Վակ մենք բարբերաբար պետք է անդրադառնանք, ինչպես խոստացել ենք, միշտ պահում ենք ձեր գործունեությունը մշտապես ներկայացնում ենք Վանաձայնի եթերում եւ
հույս ունենաք, որ իսկապես մի օր էլ մեր հայրենակիցները նաև Լիբանանում ձեր ստեղծագործությունները հենց տեղում կլսեն, կվայելեն, որտեղ իսկապես մեր լիբանանահայ համայնքը շատ արվեստասեր է, շատ մշակութասեր է եւ ձեր ստեղծագործություններն էլ միտված են հենց մեր արվեստի մշակույթի բանաստեղծական գոհարների հանրահռչակմանը։ Եվ վերջում ձեր խոսքն ուղղված մեր հայրենակիցներին, ովքեր այս պայն մեզ դիտում են, լսում են Վանաձայնի եթերում, խնդրեմ։ Ամենակարևորը ցանկանում եմ հայ ազգին բարեկեցություն, այսպես որ մեզ դա շատ պետք է, շատ sense լավ ուրախ առիթներ թող ունենան միշտ ու ցանկանում եմ որ դաստիարակեն իրենց երեխաներին ճիշտ հայկականով, լավ հայկական մշակույթով, երգերով, արվեստով, ամեն ինչով այդ ամեն Հայաստանի մեջ թե Հայաստանից դուրս, իդեպ ասեմ երևի Հայաստանից դուրս հիմա ավելի շատ է այդ ամեն ինչը դաստիարակվում լսեն որակյալը, տեսնեն որակյալը, նայեն լավ ֆիլմեր, դրանից շատ կախված է ծնող, ուսուցիչ իրենք են դաստիարակող երեխաներին, որպեսզի հայը մնա միշտ հայ Շնորհակալություն, հուսով եմ, որ դարձյալ կհանդիպենք, դուք էլ եթե ունենաք հնարավորություն, ավելի պարբերաբար կարող ենք կազմակերպել մեր հանդիպումները եւ ստեղծագործական հաջողություններ ենք ցանկանում ձեզ։ Ես էլ եմ անչափ շնորհակալ Վահագն ջան։ Շնորհակալ եմ, բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Վանաձայնի եթերում իմ զրուցակիցն էր երգիչ երգահան Վահագ Ռաշը, իսկ մենք հանդիպելու ենք Վանաձայնի եթերում հաջորդ չորեքշաբթի, հաջողություն։ Երբ անուրջները քո հասնում են վեր Երբ գոց սրտերը ճանաչում են սեր Քայլերով մոտենում ես դու քո աշխարհին Եվ ուզում ես բոլորին նվիրել բարին Կյանք դու եկել ես որ ապրենք Դու ներկա ես որ ներենք Եվ նյութից հոգին մաքրենք Կյանք դու եկել ես որ ապրենք Դու ներկա ես որ սիրենք Ու ինքներս մեզ գտնենք Երբ կշնչես դու հոտը երկնքի Երբ դու կզգաս տաք լույսը մոտ սրտիդ Կբացես թևերդ ճախրանքով թրջնի Կավետես լուսաբացը Դու նոր կյանքի Կյանք դու եկել ես որ ապրենք Դու ներկա ես որ ներենք Եվ նյութից հոգին մաքրենք Կյանք դու եկել ես որ ապրենք Դու ներկա ես որ սիրենք Ու ինքներս մեզ տեսնենք Դու լսում ես ձայնը քո սրտի Երբ դու տեսնում ես լույսը քո ներսի Ժպիտով անցնում ես կյանք ուղին քո այս Պարզապես դու ինքդ կյանքն ես որ կաս Կյանք դու եկել ես որ ապրենք Դու ներկա ես որ ներենք Եվ նյութից հոգին մաքրենք որ ապրենք Դու ներկա ես որ սիրենք Ու ինքներս մեզ գրկենք Կյանք դու եկել ես որ ապրենք Դու ներկա ես որ ներենք Եվ նյութից հոգին մաքրենք